Մեկն միշտ հիշեք, քվեախցիկում նկարող գրիչներ, տեսախցիկներ կամ վերահսկող սարքեր չկան եւ չեն էլ կարող լինել։ Դա արգելված է օրենքով։ Ձեզ այնտեղ գրիչ պետք չի գալու։ Քվեախցիկում դուք մենակ եք լինելու ձեր խղճի ու ձեր որոշման հետ։ Շատ կարևոր է հասկանալ եւս մի քանի բան։ Առաջին, բոլորն էլ նույնն են, գնամ պատահական մեկին ընտրեմ եւ նման խոսույթները ձեռնտու են միայն իշխանությանը։ Ձեր ձայնը խաղալիք չէ։ Արդյոք ձեր աղջկան եք պատահական մարդու հանձնելու։ Եթե ոչ, անպայման գնացեք ընտրության, որովհետև մեր ձայնը կարող է ամեն ինչ փոխել, եւ այն որոշելու է մեր ապագան։ Չի կարելի թողնել, որպեսզի ուրիշը որոշի քո փոխարեն։ Երկրորդ, երբ ընտրում եք փոքր ուժերի, որոնք իրականում չեն հաղթահարելու անթոյիտ շեմը, ձեր ձայնը փաստացի դուրս է մնում մանդատների բաշխումից։ Այսինքն այդ ուժի հավաքած տոկոսը այլևս պատգամավոր չի դառնում եւ չի ներկայացում խորհրդարանում, բայց մանդատները պետք է ամբողջությամբ բաշխվեն, ու արդյունքում հիմնական պայքարի մեջ մնացած ուժերի տոկոսները հարաբերականորեն մեծանում են։ Գործնականում սա օգուտ է գործող իշխանությանը։ Պարզ ասած, ձայնդ գնում է Նիկոլին։ Որոնք են փոքր ուժերը, դրանք մեծամասնություն են։ Ավելի հեշտ կլինի ասել, թե որոնք են այն ուժերը, որոնք ռեալ շանս ունեն անցնելու խորհրդարան, եւ որոնք հաստատ կոալիցիա չեն կազմի Նիկոլի հետ։ Դրանք երեքն են՝ Ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան եւ Հայաստան Դաշին։ Իսկ թե ինչի են այդ փոքր ուժերը դրել իրենց դերակատարությունները, դա եւս պարզ է։ 2%-անոց շեմը հաղթահարելու դեպքում նրանք պետական ֆինանսավորում են ստանալու։ Ինչպես ստացել է օրինակ Հանրապետություն կուսակցություն, որը չէր հաղթահարել շեմը, բայց 5 տարվա ընթացքում ստացել էր մոտ 135 միլիոն դրամ։ Երրորդ, եթե քվեաթերթիկը փչացնում եք, վրան ինչ-որ բան եք գրում, այն դարձնում եք անվավեր, ձեր ձայնը կրկին չի աշխատում ընդդեմ իշխանության։ Անվավեր ձայնը ոչինչ չի փոխում եւ գործնականում օգնում է գործող իշխանությանը պահել իր դիրքերը։ Այսպիսով յուրաքանչյուր չօգտագործված, փոշիացված կամ անվավեր դարձած ձայն աշխատում է օգուտ գործող իշխանության։ Հուսամ այս տեսահոլովակից հետո դու կգնաս ընտրության եւ կկատարես ճիշտ որոշում։